Գյումրիի Տիրամայր Հայաստանի կենտրոնում սովորողները 27-ն են, նրանցից 15-ը մի քանի օր է հոսպիտալացված է։ Գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հսկողության տակ։ Կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելված է, նկարահանումները նույնպես։ Մայիսի 11-ին է շտապ բուժօգնության կանչով առաջին երեխան տեղափոխվել հիվանդանոց եւ հոսպիտալացվել աղիքային ինֆեկցիային բնորոշ կանգատներով։ Վիճակը միջին ծանրության էր, գնահատվեց փսխումներով, լուծով, իսկ արդեն ամսի 13-ին փաստորեն երեխաներ կային հիվանդ աղիքային ինֆեկցիաներով, որոնց մոտ զարգացել էր նոր կլինիկան, փորլուծություն եւ փսխումներ։ 13-ին դիմեցին նաև մյուս երեխաները, հոսպիտալացվեցին եւ հիմա այսօրվա դրությամբ մենք բավականին դրական տեղաշարժով հիվանդների վիճակը բավականին դրական տեղաշարժով է, փսխումները կանգնել է, ջերմություն արդեն այսօր եզակի երեխաներ ունեն։ Ինֆեկցիոն բաժանմունքում այս պահին շարունակում են բուժում ստանալ կրթահամալիրի 15 սաները։ Երեկվանից նրանց թիվը չի ավելացել, իսկ թե ինչից է վատացել երեխաների ինքնազգացողությունը, սկզբում հավանական վարկած էր թվացել ջուրը, բայց դեպքը արձանագրելուց հետո հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մարզային մասնաճյուղի մասնակիցների լաբորատոր ուսումնասիրությունները հերքել են կասկածները։ Խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։ Նախնական տվյալներով ասեմ, որ արյան ընդհանուր քննությամբ, կեղտի միկրոսկոպիկ քննությամբ բակտերիալ ինֆեկցիայի է նման, ոչ վիրուսային, այլ բակտերիալ ինֆեկցիայի է նման։ Բնական է ջրային ֆակտոր այստեղ չկա, որտեղ ջրային եթե լիներ նույն գծի վրա սպասարկվող այլ տներ, շենքեր կան, կլիներ սննդային ֆակտորն է ավելի շատ, որ տալիս է նման դեպքեր։ Մտածեցինք ինչից կարող է լինել ջուրը բոլորս ենք օգտվել։ Ոչ ուրիշ տարբեր բան չի եղած։ Մենյուն միշտ առողջարար սնունդ է։ Նորություն չկար, նորությունը միայն տորտն էր։ Իսկ տորտը կրթահամալիր եկել էր դրսից, հյուրասիրություն է եղել, թեև կենտրոնում սնունդը հիմնականում պատրաստվում է իրեն ձեռքերով մաքուր ու առողջարար։ Մենք կարծում ենք, որ երբ երեխեքը նվիրաբերված տորտ կերան, դրանից սկսան, այսինքն սկսվեց ոնց որ վարակը, ջերմություն եւ լուծ, դա էր հիմնական սիմպտոմները։ Մենք ինչից ենք երևակայում կամ ենթադրում, որ դրանից է, որովհետեւ մենք այդ օրը քույրերս չկայինք եւ չենք օգտված դրանից։ Եվ փառք Աստծո, որ չենք օգտված, ոտքի ենք կանգնած, որ կարողանանք երեխեքին պետք եղած օգնությունը, ծառայությունը մատուցել։ Դա է, որ մեզ նշան է, որ հնարավոր է, որ թխվածքից լինի։ Հաշվի առնելով այն, որ կենտրոնի 27 սաներից միայն 15-ն են օգտվել նվիրաբերված տորտից, կասկածները հիմնավորվում են, որ գործ ունեն սննդային թունավորման հետ։ Վերջի երկու երեխաները 3 են դիմել, բայց ինձ թվում է, որ արդեն էլ չի սպասվում, որովհետև այնտեղ ՀՎԿ-ի կողմից բավականին ակտիվ միջոցառումներ է իրականացվել, դեզինֆեկցիայի նկատի ունեմ եւ նաեւ իհարկե մարդկանց աշխատողների եւ երեխաների կոնտակտավորների բոլորի ուրեմն հետազոտությունները վերցվել է, ինձ թվում է այլևս նոր դեպքեր չեն լինի։ Խմելու ջրից աղիքային ինֆեկցիան բացառվում է, հավանական վարկածը մնում է սնունդը։ Այս ուղղությամբ համաճարակաբանական ուսումնասիրությունները շարունակվում են, նմուշառումներ են արվել, լաբորատոր հետազոտություններով արդյունքները կպարզվեն մի քանի օրից։ Այս ընթացքում 15 սաները կմնան ստացիոնար հսկողության տակ։ Նրանց վիճակն այս պահին էլ գնահատվում է բավարար, ապաքինման դրական դինամիկայով։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Հնարավորություն չկա շատ անգամ։